Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բաբանն է։ Սրբազան, Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբերյալ տարբեր գնահատականներ կան։ Ի վերջո, ինչպիսի նշանակություն այն ունի որպես քրիստոնեական արժեք։ Որպես քրիստոնեական արժեք, Փարիզի Նոթր-Դամ կամ Դիրամայր տաճարը քրիստոնեության մայր եկեղեցին է Փարիզին։ Առաջնորդանիստ տաճարն է, հին պատմական եկեղեցին է, որ հայրավոր դարիներ շարունակած է ծառայել որպես առաջնորդանիստ կաթեդրալը, մայր տաճարը, ինչպես նաև սրբավայրը քրիստոնյա ժողովրդի համար հետաքրքրական է Ֆրանսիայի պետության դվյաններու համաձայն շրջափորձիչներ ուկան Ֆրանսիա 3 նվադագներու համար խաղավորապար Փարիզ աշտարակ այցելելու Նոթր-Դամ կաթեդրալ տեսնելու եւ հաղթարակի գամար այցելելու բայց այս 3 կենտրոններն ամենաշատը մայրդաճար երթան, կաթեդրալ երթան, որովհետև ոչ թե միայն անշուշտ հոգևոր կենտրոնն է Ֆրանսիայի, բայց ինչպես որսի պատմական ճարտարապետական գլուխ գործոց, որ հայրավոր դարիներ ի վեր շարունակե ծառայել որպես Աստծո դունը, որպես քրիստոնեական կենտրոնը Փարիզի մեջ։ Այսօրեին տաճարը վերականգնելու համար տարբեր հանգանակություններ են հավաքվում, խմբվում։ Ինձ հետաքրքիր է, արդյոք ֆրանսիահայոց թեմը եւս մասնակցություն է ունենալու։ Անշուշտ նախ ավելցնեմ, ասելով որ Նոթր-Դամ նաև մեզի համար հայրու համար կարևոր կենտրոնն է, ամեն տարի ապրիլ 24 սրբադոնի առիթով նույնանք մեր հայ կաթողիկի համայնքի եղբայրներու հետ, ուր գումադուսվի բադարակ աննեղ մայր տաճարի մեջ շատ մադեններ, բادرակներ կամ հավաքություններ գլանաս մայր տաճարի մեջ միջ եկեղեցական ուրեմն մենք կար հայերս ալ ցևով գբադգանին կա մայր տաճարին երբ որ իմացանք դուխուլ լուրը գրահրթեին ես ամիջավես նամակ գրեցի arczepiskopozին Փարիզի arczepiskopozին անշուշտ որի մեջ նախ մեր ցավակցություն եւ աջակցություն հայտնեցինք նաեւ հայտնեցինք իրենց անինչ որ մենք արդեն մեր քահանաներուն վրգած էինք որ մենք շրջափերական գրեցինք ամեն մեր եկեղեցիներուն, քահանաներուն 26 ծուխեր որ մենք ունենք, որում մեջ թրացեցին, որ յուրաքանչյուր ծուխի մեջ դրամահավաք կլա։ Եվ մենք ար մեր փոքր ինչ ներդրումը բերենք, դրամահավաք մանենք, որպես հայ ժողովուրդ հայաստանյանց արաքելական եկեղեցի վերականգնեցնելու համար այս տաճարը ինչ որ արված է։ Գուսա մեր ժողովուրդը դարաչեն մեր ոչին եւ գուսա մեր ծուխերը պիտի գնան հավաքել գումարը, որ անշուշտ մի քանի օր մենք պետք է փոխանցենք հայ կաթողիկե առաջնորդանին Փարիզին եւ Նոթր-Դամի վարչության։ Վերադառնալով Ֆրանսիայում ապրող հայերի խնդիրներին, կցանկանայի իմանալ այժմ ինչ խնդիրների առջև են կանգնած, լինի դա հայոց լեզվի պահպանության խնդիր, մշակույթի ճանաչման խնդիր։ Գիտեք ինչ Ֆրանսիան թերևս արևմտյան Եվրոպայի կամ Սփյուռքի մեջ ամենահին համայնքներն մեկնումեկն է, եթե ոչ ամենահինն է։ Մենք ունենք 3-րդ, 4-րդ, 5-րդ ցերունդ հայեր, որոնց մեծ հայրը հուստնած է։ Նույնիսկ ցավալի է ունենք մարդիկ, ոմանք գսեն իմ մեծ հայրս հայ է, ես ֆրանսացի եմ հայկական արմատներով, այդպեսի բան է։ Ուրեմն եկեղեցին հիանալի մարտահրավեր ունի աս խավին հասնելու, որն է 3-րդ, 4-րդ ցերունդ ֆրանսացին, որ իրենք ավելի շատ ֆրանսացի գսկալ իրենք կանց թե հայ, բայց այդ հայկական ոգի դունին, գսկան հայ, պատարակներուն, տաղումներուն, բսակներուն ու կանք մասնակցին, եւ այսօր ծայրահեղ մյուս ծայր ունենք, նորեկ հայեր, Հալեբեն, Բեյրութ են, Բաղդադ են, Հայաստան են, եւ յուրաքանչյուր ասխումբեր որ հիշեցի, իրենց արդեն ագնկալություն ունեն, թե եկեղեցին ինչ թեր պիտի խաղա, Փարիզ հայությունը ոնց իրենց պետք է թիմավորի եւ օգնե, եւ անորոշ պարտ է եկեղեցի ոտերը Ֆրանսիայի մեջ, կփորձենք մեր շատ խոնար կարողություններով հասնել աս երկու ծայրահեղ արտահայտություններուն մեր համայնքին, ինչպես նաեւ երկու ծայրերու մեջև ունենք 750,000 հայ, որ Ֆրանսիայի մեջ գաբրի երկրորդ ցերոնդ, առաջի ցերոնդ նրանք որոնք իրենց բաբան մաման կախտած են հոսմեցած են եւ պատիրոջ դրծած է ֆրանսահայությունը այսօր մենք ունենք 11 դպրոցներ Ֆրանսիայի մեջ դպրոցները մեծամասնությունը եկեղեցական դպրոցներն ասիկն
եկեղեցվո հողի վրա շինված է, եկեղեցվո վարչության կողմէ կառուցված դպրոց է, եկեղեցվո առաջնորդի կողմէ օրհնված, քաջալերված դպրոցներ են, եւ այս դպրոցները կփորձեն իրենց գծածին չափ դարաձել մեր ինքնությունը, մեր երիտասարդներուն բادرներուն մեջ, ինչպես անշուշտ մեր հավատքը, մեր պատմությունը, բայց 11 դպրոց 750,000 հայի համար անշուշտ բավարար չէ, ուրեմն կփորձենք նաեւ զորացնել մեր համայնքները, որ զորավոր համայնք կանդեղ դպրոցը կառուցվի, անշուշտ անդեղ նաեւ եկեղեցին կառուցվի, համայնքին գետրոմ լա, որ գնանք հոգ դանելաս մեր զավակներուն լա 5-րդ սերունդ կամ լա նոր քաղտած հային։ Թեմը ինքնին արդեն թեմը վերջին դարներու 6 ծրագի ծրագիրներու մասին։ Մենք ունենք երիտասարդաց ծրագիրներ, 3 տարի արդեն հիմնարկած ենք Հայաստանյաց Արաքելական եկեղեցվո եկեղեցասեր երիտասարդներ։ Եվ սրանք ունին ջուղեր Մաքսեի մեջ, Լիոնի մեջ եւ ուրիշ դերեր եւ կփորձեն նախ իրենց ծուխերու մեջ հավաքվի երիտասարդներու հետ եւ ստեղծել մտնոլորտ, որում մեջ ամեն հայ հպարտ կսկա, որ ինքը հայ է, որ ինքը քրիստոնյա է, իր հայրենիք Հայաստանը եւ այլն։ Նաեւ աս խումբեր կփորձեն հետ կապդվել Մաքսեի, Լիոն, Փարիզը եւ դարեգան ժողով գնենք, այս տարի 4-րդ ժողովրինք, որում գումասակցին ներկայացուցիչներ ազնանազան խումբերուն, այս տարի մոտ 100-120 հոգի եկած էին ներկայացուցիչներ միան այս ծուխերն։ Մենք ունենք ծրագիրներ ինչպես մեր դարեգան ֆեստիվալը, այս փողոցը կոչենք եւ կհրճագենք հայի օր ավիդե ֆեստիվալ եւ գուկա քաղաքավետ գուկա դեպուտեներ գուկան որուն ընթացքին մենք հայկական քիրքեր կծախենք, հայկական գերագուրներ, պարախումբ, երկիչներ, բար ծևով հրամցնել ներկայացնել մեր հայկական մշակույթը երկնուբարը ֆրանսացի մեր հյուրընկալ ժողովրդին։ Տասնյակական միջոցներում ենք շփքի քսելողության խումբեր, երասանքներուն, բադանիներուն, հրադարակություններ սկսած ենք նել ֆրանսերենով եւ հայերենով, շաբաթական թերթիկ ունենք, որ առաջնորդանով գելա, որում մեջ ժողովուրդ կնագարտալ առաջնորդային լուրերը, ծրագիրները, որովհետեւ գնանք ժողովրդին օգնել, մենք նաեւ պետք է հաջողի ժողովրդի հետ գապ հաստատենք։ Մենք առաջնորդարան ունի 4000 ընտանիքի դվյալներ, միայն 4000, երկիրը որ ունի 750,000 հայ։ Ուրեմն գոչ կդենք մեր ժողովրդին ծեր միջոցով, եթե գնան ծևով մեզի հետ գամնվի, իրենց դվյալները դալ, որովհետեւ մենք գնանք իրենց ուղարկել վերջին լուրերը, ծրագիրները, դաստիարակչական, մշակութային, ինչպես նաեւ հոգեվոր առողջություններ, որ կգադարվին մեր եկեղեցիներն ներս։ Կմտաբերեք վերջին հաջողությունը, որ գրանցել է հայ համայնքը եւ հայ եկեղեցին, որն է։ Անշուշտ վերջին հաղթանակը մեկ քանի օր առաջ էր, մենք նիս կացինք, ինչպես գիտեք նիսը 8 տարի է վեր ցավալի վիճակի մեջ էր, ժողովուրդ բարակդված էր, համայնքը բարակդված էր եւ նաեւ ձուխը հերացված էր եկեղեցիեն եւ առաջնորդանանեն։ Առանց անդրադառնալու մանրամասնություններուն, ուրախ եմ ասելու, որ երկու տարի հավասիկ լուծված ենք աս արաքելության, որ մեր զավակները ետ բերենք։ Ես հագարակ եի, երբ որ ընդրվեցա ասթեմի առաջնորդ, հագարակ եի, որ մեր զավակները ինչ պատճառի որ լա զրկվին իրենց մայր եկեղեցիեն։ Ինչ որ պատճառներ պետք է հասկանանք, պետք է ներենք, պետք է լուծենք եւ մեր զավակները ետ դարձնենք։ Ադամանքին գից գա դբրոցը, գա անդամակցության ցանկը, որ 250 հոգիներ են, ուրեմն ուրախ եմ սելու 2-3 տարիներ ջանք թափել է ետք, այս գիրագի հաջողեցանք իրենց ետ ընդունել, անձամբ ես կացինիս, բադմական բահմներ, հուզիչ բահմներ, ադիեցի դիեցվո դրները բագ էին մեզի համար։ Ֆրանսիա առաջնորդ չի կարող անդեղ մնա, չէր կարող անդեղ մնա, որովհետև եկեղեցին դուրս ելած խումբներ։ Ուրեմն մենք կացինք եկեղեցին վերաօձեցինք խորանը, ետ հաստատելով որպես Հայաստանյաց Արաքելական եկեղեցի դրները բացինք, բادرակրինք հաղորդություն տվինք 250 հոգի մարդ մեծամասնություն արդյունքով աչերով հաղորդություն ստացավ, քաղաքավետ եկած էր, քննադեց մեր ջանքերը, նշան մտվավ, վերջնալ ճաշկոտ բավական էջ մտածուցին գատ բարակդված
վիճակի վրա, այլևս գնանքսել մեր զավակներն իսի մեջ միացած են մայրեգեցու հետ, մայրաթորի հետ եւ մեր զավակներն են գաղութեն աստված իրենց հավատքը զորացնեն ամուր բա իրենց գոչի մեջ եւ փառքաված կյանքն դա մեր ժողովրդին մեր եկեցել լան իսի մեջ լա Ֆրանսիայի մեջ ամեն օր էքսպերտի մեջ անշուշտ նաեւ մեր մայր հայրենիքի մեջ Դուք նշեցիք հայապահպանության մասին, ինձ հետաքրքիր է արդյոք եկեղեցին եւ առհասարակ հայկական համայնքը որևէ նախագծեր, ծրագրեր անում են, որպեսզի այստեղ ապրող հայերը, ովքեր ցանկություն ունեն, վերադառնան Հայաստան եւ այնտեղ շնացնեն հայրենիքը։ Շատ ծրագրեր ունենք մենք, նախ ունենք տարին մեկ քանի անգամ, եթե ոչ 3-4 անգամ օգտագործել թեպի հայրենիք։ Եվ կփորձենք մեր ժողովրդին մանավանդ երկրորդ սերունդը, բայց Զարմանակ շատ նաև նոր կախտող հայեր կան, ելան հարաբեր, ելան Հայաստանը, որ ուզում են ետ տանեն նորեն, տեսնել հայրենիքը եւ անշուշտ ասի միջոց վերենցելու, որ սա է մեր բաբենական հողը, սա է մեր հայրենիքը, ծրագիրն է ինչ որ Հայաստանի մեջ կարևոր դեպքեր կան, ամիջավես մեր թեմի գայքեջը լա, Facebook-ը լա, կամ մեդիան լա, գարցականքեն այդ դուրերը փորձենք եւ որ Հայաստանին կարևոր հյուր մկակ փորձենք հրավիրել բայց Սփյուռքի եկեցին ասին որպես սահմանում իրեն առաքելությունն է կախտած ժողովրդին հոգ տանի այսինքն մենք չենք կարող թուրերը կոչենք ասենք գետացեք նայել քշմը մարտվոյ բաժաներով ինք եւ իրնդանի խոսքը դերան այսօր մեր նպատակն է ծառայել իրենց ծրները փանալ ովև միջոց որնիկ օգնել իրենց եւ եթե ժամը գասներենք պատրաստ են հոգեբես եւ ֆինանսավես Եդ վերադառնալու առաջնորդանը եկեցին ամեն չխնայել, որպես օգնել իրենց եդ վերադառնան հայրենիք։ Շնորհակալություն Սրբազան հայր հարցազրույցի համար։